Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, կրկին մենք ենք եթերում իմ հրաշալի գործընկերուհի Անին եւ նկարաբար Իմ շատ սիրելի գործընկեր Արան Աբրահամյան։ Մենք նորից շեղվել ենք լուրերից։ Այո, փոխվել է մի փոքր ֆորմատը, քանի որ տոն է եւ արդեն 2026-ին ենք տեղափոխել բավականին բուրըն, բավականին գեղեցիկ ու բավականին հաճելի պահերով մենք որոշել ենք լուրերից դուրս եւս գեղեցիկ մի հաղորդում նվիրել ձեզ ու փորձելու ենք շատ հետաքրքիր բացահայտումներ իրականացնել, որի համար ունենք բավականին հետաքրքիր, բանիմաց, խելացի եւ գեղեցկուհի մի հյուրի, որին կներկայացնի գեղեցկուհի Անին։ Մեր հյուրը այսօր նումերոլոգ, իհարկե նումերոլոգիային դեռ կանդրադառնա հենց ինքը մասնագետը եւ կբացատրի ինչի մասին է խոսքը։ Մենք այսօր թվերի հետ գործ ունենք եւ լուրջ բացահայտումներ ենք անելու եւ դուք ձեր ու ձեր կյանքի մասին շատ կարևոր դրվագներ եք իմանալու թվերի միջոցով։ Չբացահայտված գաղտնիքներն եք բացահայտելու ձեր իսկ թվերի ներքո։ Մեր հյուրը նումերոլոգ Իրինա Շահնազարովան է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ 2026 թվականի կապակցությամբ եւ մաղթել լավագույնը։ Ես գիտեմ, որ դուք եկել եք բավականին հետաքրքիր տեղեկատվությամբ եւ բացահայտելու ենք շատ գաղտնիքներ, շատ մութ անկյուններ ու հետաքրքրական տեղեկատվություններ ներկայացնել։ Քանի որ նյումերոլոգիան այդքան շատ զարգացած չէ Հայաստանում եւ ոչ բոլորը գիտեն թե ինչ է իրենից ենթադրում մասնագիտությունը, եւ հիմա ուզում եմ հակիրճ անդրադառնանք նյումերոլոգիային եւ մեր հեռուստադիտողին ավելի ճանաչ դարձնենք թե ինչ է նշանակում եւ իրենից ինչ է ենթադրում այս մասնագիտությունը, ինչու հենց թվեր։ Ինչպես կարելի է թվերով հասկանալ, օրինակ քո ծննդյան թվերով կարող ես հասկանալ, թե դու ինչ կոդի տակ ես ծնվել, ինչպես դուք եք ասում, եւ այլ մանրամասները արդեն խնդրում եմ նշեք դուք։ Մի 20 տարի առաջ, երբ որ աստրոլոգիան նոր եկավ մեր մոտ, շատ մարդ ընդհանրապես չգիտեր ինչ է աստրոլոգիա, բայց հիմա յուրաքանչյուր մարդուն որ հարցնես, ինքը ասում է, ես ծիլեց եմ, ես երկորյակ եմ, ես առյուծ եմ։ Նույնը նումերոլոգիան շատ վաղուց է գալի, Պիֆագորի ժամանակ արդեն կար նումերոլոգիան։ Նումերոլոգիան ձեր թվերով, ձեր դատայով, ձեր դատայի մեջ կա կոդ, հենց ձեր ծննդյան դատայի մեջ կա կոդ, եւ այդ կոդով կարելի է մարդու մասին շատ բաներ ասել։ Կան մարդիկ օրինակ, որ թերահավատորեն են կարծես մոտենում մասնագիտությանը։ Այդ մարդկանց որպես ապացույց այս պահին կարող եք մի քանի կարևոր շեշտադրումներ անել։ Տեսեք, ընդհանրապես մարդը ինքը իրանով պետք է գա դրան, երբ որ դու սկսում ես մարդուն ինչ-որ մի բան խեղտել, ապացուցել, ավելի այդ մարդը հետ գնում։ Նույն բանը ասում եմ 20 տարի առաջ ոչ մեկ չէր հավատում, որ աստրոլոգիան ինչ որ կարևոր, հիմա այդ սկեպտիկ մարդիկ, որոնք որ հիմա սկեպտիկ են նումերոլոգիայի, հիմա իրանք շատ լավ գիտեն, թե իրանք աստրոլոգիայով ինչ են։ Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի մարդ սովորի այս նոր գիտությանը։ Հասկացա։ Իսկ դա կարող է ազդել օրինակ մարդու կյանքի եւ գործունեության վրա, թե որ թվին է ծնվել եւ ինչպիսի այդ թվերի գումարում որ թիվն է ստացվում իրենը։ Հա, իհարկե կա պրոգնոզ եւ կա անձնական պրոգնոզ, որ հենց ձեր ծննդյան թվով կարող ես գուշակել, թե ինչ սաբույցաները իրադարձություն տվյալ ամսում, տվյալ տարին, տվյալ դաժե օրը։ Անի, եթե թույլ կտաս, մի փոքր ավելի խոր կգնանք, դուք ինչպես նշեցիք, բավականին վաղուց է այս գիտությունը, սա նաև գիտություն է, սա նաև նոր տեխնոլոգիաների հետ քայլող գիտություն է, որը կարծես մաթեմատիկայի եւ թվերի հետ գործ ունի ու կարող ենք ասել, որ սա հաստատում կոնստանտ գիտություն է, որովհետև ինչպես մաթեմատիկայում է, հա, նույնիսկ թեորեմաներ կամ աքսիոմաներ կան, որոնք ուղղակի պետք է ապացուցես կամ չես ապացուցում, ինքը հենց այդպես է, նույնն էլ սա է։ Մարդկանց մոտ թյուր կարծիք է ձևավորվում եւ նաեւ խոչընդոտ է հանդիսանում այն, որ սա քրիստոնեական արժեքներին դեմ է, սա կրոնի հետ կապված։ Այս մասով կցանկանայի դուք հստակ տեղեկատվություն փոխանցեք, որ սա ամենևին էլ որևէ բանի դեմ չի։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Եթե դա լիներ գուշակություն, այսինքն երբ դու գալիս ես գուշակի մոտ, ինքը նայում է քո վրա, կամ չգիտեմ, հարթ հանում եւ ինչ որ բան ասում։ Դա է քրիստոնեության դեմ, որտեղ ինքը գուշակում է։ Գուշակում է ըստ իր այդ օրվա էներգիայի։ Ստեղ հստակ վերցնում ենք դատան ձեր ամենակարևոր դատան։ Այսինքն քրիստոնեական արժեքներին դեմ գործընթաց չի սա, բացարձակ չի կարող լինել, որովհետեւ սա մենք չենք վերցնում մենք չենք գուշակում, մենք վերցնում ենք ձեր ամենակարևոր օրը, դուք ծնվել եք այդ օրը։ Հասկանում եք, դրա համար դա գուշակություն չի, դա ձեր կոդն է։ Եվ ըստ կոդի արդեն բարձա թե
ինչ ծելի մարդեք դուք, ինչ տալանտներ ունեք, ինչ ուժեղ կողմներ ունեք, ինչ չբացահայտված կողմեր, որ իրար շեշտադրեն։ Թե ինչ կարող է մարդը անել, որ ունենա հաջողություն կամ ոչ։ Իհարկե կարող է։ Այսինքն դա լիովին կարող եք դուք ազդել մարդու գործունեության, նույնիսկ նաև կարիերայի վրա։ Տեսեք, ամեն ինչ ինչ որ ասում է ճիշտ նումերոլոգը, նա ասում է խորհրդի ձևով, ոչ թե պարտադրողական, այլ խորհրդի ձևով։ Նույնիսկ եթե դու ինչ-որ մի վատ բան ես տեսնում, որը մարդուն սպասվում է, օրինակ, դա պրոգնոզով, դու իրան չես ասում քեզ սպասվում է սենց վատ բան։ Դու իրան խորհուրդ ես տալի, թե ինքը ինչ անի, որպեսզի լավ լինի։ Ինչպես դուք նշեցիք, սա քրիստոնեական արժեքներին դեմ չէ, սա պարզապես գիտություն է, այստեղ մաթեմատիկական հաշվարկ է, բայց այդուհանդերձ մենք կարող ենք մարդուն կանխատեսել, որ ինչ որ վտանգից, ինչ որ անվտանգ միջավայրում հայտնվի, վտանգավոր բաները նրան չխանգարեն, այսինքն հնարավոր է նումերոլոգիայով կանխատեսել մարդուն վտանգավոր արարքներից կամ վտանգավոր իրավիճակներից զերծ մնա։ Այո, այդ հաշվարկը կա։ Այո, կարող ենք, բայց դա այդ հաշվարկ ավելի խորը հաշվարկ է։ Այսինքն հնարավոր է դա։ Այո, հնարավոր է։ Մատրիցան ամեն ինչը ցուցադրել։ Մենք իդեպ հարգելի հեռուստատողներ, ես նշեմ, որ գտնվում ենք Made Fashion Corner-ի հյուրընկալ սրահում, որտեղ մենք ունենալու ենք անակնկալ ձեզ համար պատրաստված եւս մեկ հյուր ենք ունենալու, որին փորձելու ենք 2026 թվականի բոլոր տենդենսների եւ մեր նումերոլոգ սիրելի Իրինայի հետ փորձենք հասկանալ 26 թվականին ինչպիսի տեսք ունենալ, ինչպիսի լինել ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի լինել հաջողակ, թե հագուստի, թե դիմահարդարման, թե սանրվածքի մասով, այնպես որ մեզ սպասում բավականին հետաքրքիր ճամփորդություն։ Դու այստեղ բացահայտեցիր, որ նումերոլոգիան կարող է նաև իր հաշվարկների շնորհիվ մեզ տեղյակ պահել տարվա տենդենսների մասին, ոչ թե գունային մասով, այլ այն տենդենսները, որոնք ձեզ հաջողություն են բերում այս պարագայում։ Հաշվարկների տեսքով իդեպ թվերի, որը շատ հետաքրքիր է։ Ենթադրենք, եթե նախորդ տարի օրինակ կարող էր լինել ավելի խաղաղ սանրվածք կամ ավելի թույլ դիմահարդարում, այս տարի դա կարող է փոխարինվել այլ ձևով, որի մասին իհարկե մասնագետը կխոսի արդեն հենց այնտեղ, որտեղ մեր հերոսուհին, կարող եմ չէ այդպես կոչել մեր հերոսուհուն, ով այսօր ստանձնել է այդ պարտավորությունը, լինել մեր տաղավարում եւ մասնակիցը դառնալ այս process-ի։ Այո, խորհրդով դառնալ այն տրենդային կերպարը, որը արդեն 2026-ն է պահանջում, ու հիմա ամենակարևոր կարծում եմ հարցին է նաև պետք անդրադառնալ, ինչպես դիմավորել 2026 թվականը, ինչ տեսքով, ինչ ոճով, ինչ հոգեվիճակով, ինչ կասեք։ Ես հիմա ուզում եմ խոսեմ 3 կարևոր գույնից, որը որ շատ կարևոր է այդ գույներից մեկը ընտրել եւ դիմավորել նոր տարին, այս 2026-ը։ Ուրեմն ամենակարևորը, որ եթե հնարավոր է, շորը պետք է լինի նոր, այսինքն մի շոր, որը որ դուք երբևիցե չեք հագել, եթե հնարավոր։ Հաստատեցինք, դիմավորել տարին նոր զգեստով։ Նոր զգեստով։ Սպիտակ, որովհետեւ դա մաքրության, անկեղծության գույնն է։ Եվ գուցե նոր տողից սկսելու գույնն է։ Այո։ Կյանքը։ Կարմիր, որովհետեւ դա համացակության, վստահության, մենք 2026-ին պետք է լինենք վստահ։ Կարմիրը եւ ոսկե գույնը, դա շքեղության, ճոխության գույն է, նշան է։ Այդ 3 գույներից ինչ որ մեկը ընտրել, որը որ քեզ ավելի հաճելի է եւ տենց զգեստ։ Այսինքն 2026 թվականը կարող ենք ընդունել սպիտակ, կարմիր եւ ոսկեգույն զգեստով։ Եվ ինչպիսի դիմահարդարն է։ Ոսկեգույնը կարող փոխարինվի ինչ որ սերեբրիստը, փայլում, արծաթափայլ, անպայման չի ինքը լինի ոսկե, որը որ փայլում է, դու պետքա փայլես։ Իսկ կան կարևոր աքսեսուարներ, որոնք պետք է ներառել արդեն ամանորյա սեղանի վրա։ Մոմեր, սև, ոսկեգույն եւ կարմիր։ Եվ ինչ կտա մեզ այդ մոմերը, որը եւ այդ գույները։ Եվ այդ գույները, այո, որովհետեւ սովորաբար ամանորյա մոմերը միշտ սեղանը զարդարում են, այստեղ արդեն ընդգծված են գույները։ Ուրեմն սևը դա завершающий ավարտական մոմերն են։ Այո։ Իրանց կարելի է վառել մինչև ժամը 12-ը։ Շատ կարևոր տեղեկատվություն եք տալիս։ Կարմիր գույնը վառել արդեն 12-ին 12-ին եւ հաջորդ 5 օրը վառել ոսկե գույնը։ Այսինքն ամեն անգամ երեկոյան
կամ երբ որ հյուրեն են գալի, վառել ոսկե գույնը, որպեսզի այդ 5 օրը այդպես ինքը շարունակական լինի եւ Իսկ խորհուրդը նա է, որպեսզի այդ շքեղությունը շարունակվի ողջ տարվա ընթացքում։ այո։ Շքեղությունը եւ դա հաջողություն կբերի։ Իհարկե, շքեղությունը Շատ լավ, Էինա ջան, մենք իհարկե բավականին հետաքրքրական թեմաներ ենք քննարկում, բայց մենք դեռ ունենալու ենք առիթներ տարբեր տեղերում այս մասին ավելի հանգամանալից խոսելու, իսկ մենք կարծում եմ մեր հերթադիտողին արդեն բավականին հետաքրքիր է թե ով է լինելու մեր հյուրը, ում վրա ենք աշխատելու եւ ինչպիսի արդյունք ենք ունենալու։ Կարծում եմ ժամանակն է տեղափոխվենք գեղեցկության սրահ, որտեղ եւ տեղի են ունենալու աշխատանքները դրա հետ կապված։ Որտեղ Իրինան արդեն մեզ կասի, թե ինչպիսի սանրվածք է պետք անել եւ ինչ դիմահարդարում է պետք, որպեսզի ձեր հաջողությունը շարունակվի եւ ինչպես օրինակ այդ մոմերի գույները կարող են ձեր շքեղությունն ու գեղեցկությունն ու հաջողությունը պահպանել, նաեւ թրենդային ձեր տեսքը 2026 թվականին։ Դե ինչ շարժվեցինք։ Դե ինչ, եկել է ժամանակը հասկանալու թվերով, թե ինչպիսին պետք է լինի ձեր սանրվածքը 2026 թվականին, որպեսզի լինի թրենդային եւ ասեմ ավելին, հաջողություն բերող։ Ամենակարևոր հատվածներին ենք մոտենում, ինչպիսի գեղեցիկ սանրվածք, այնպիսի նաեւ 2026-ի հաջողված տարի։ Իսկ այդ ամանի մասին առավել հանգամանալից եւ ավելի ճիշտ գրագետ կերպով կներկայացնի հենց մասնագետը մեր շատ սիրելի Իրինան, որին էլ այժմ փոխանցում ենք խոսքը։ Շնորհակալ եմ։ Ուրեմն 2026 թիվը դա շքեղության եւ համարձակության տարի է։ Սանրվածքը անպայման պետք է լինի շքեղ։ Ինքը պետք է իր մեջ պարունակի այն դիտալները, որը որ դուք չեք թույլ տալի ձեզ ամենօրյա կյանքում։ Լավ կլիներ, որ դուք ընդհանրապես սանրվածքը փոխեիք, այսինքն օրինակի համար երկար մազերը կտրեիք, գույնը մուքից դարձնեիք բաց, բացից մուք, ավելի կտրուկ փոփոխություններ, ինչքան կտրուկ, ինչքան համարձակ, ինչքան շքեղ, այդքան ավելի լավ։ Շեշտը դնում ենք 2025-ից շտապեցի կարծես 2000 Եթե չեք կարող համարձակ լինել, ապա շքեղ։ Ինչ է նշանակում շքեղ։ Հենց տոնային, հարսանյաց ոնց է լինում պրիչոսկաները, սանրվածքները, հենց այդպես է լինում շքեղ։ Ամենաշքեղ եւ ինչքան փայլ կարա լինի վրան, շատ լավ է, ոսկե փայլ, Այսինքն 2025-ին կարծես թե վերադարձել էինք ավելի նուրբ, ավելի թեթև, ավելի ավարտվող, այո, իսկ հիմա նորից հավաքում ենք ուժերը եւ հնարավորին շատ համարձակություն եւ գեղեցկություն են ձեռք բերում։ 2026-ը ինքը համարձակություն։ Իսկ մի հատ այլ հարց մեր հետևողներին, հատկապես գեղեցիկ սեռին շատ կհետաքրքրի, այսինքն այն մարդիկ, որոնք 10-20 տարի շարունակում սանրվածքով, նույն կեցվածքով են եղել, հենց իրանց, այսինքն ինչպես պետք է դա անեն, հենց անմիջապես քնից արտանում են որոշում են պետք է այո, մեկ օրվա մեջ, սկսում է սանրվածք։ Մեկ օրվա մեջ առանց ոչ մի հապաղելու, մտածելու ոնց կսազի, չի սազի, դեմքի ով արի ինչպեսին է, մազը նենց բան է, մազը ատամ չի, կարելի է միշտ փոխել, եթե դուրը չգա։ Բայց ինչքան դուք համարձակ մտնեք 2026, այդքան լավ է լինելու 2026-ի հետ։ Դե ինչ, րոպեներ անց մենք արդեն կտեսնենք մեր գեղեցկուհու սանրվածքը, որը լինելու է շքեղ եւ 2026 թվականի թրենդային ձևով։ Եվ չմոռանանք նշել, որ մեր վարսարդարը նույնպես բավականին պրոֆեսիոնալ է եւ իր գործի լավագույն վարպետն է։ Այնպես որ սպասենք եւ տեսնենք արդյունքը։ Գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, շատ պարզ է, որ բոլորս ուզում ենք որպես աղջիկներ լինել միշտ շատ գեղեցիկ, շատ թրենդային եւ օգտագործել դիմահարդարման մեջ ամենաճիշտ գույները, որոնք մեզ կդարձնեն ել ավելի գեղեցիկ, ել ավելի
շքեղ, ինչպես որ ասում է Իրինան, որը շքեղությունն է, չէ՞, որ շքեղությունն է նորալոգիայի կարևորագույն, այո։ Հիմա կարող եք մեզ նշել այն գույները, որոնք օրինակ պետք է օգտագործել աչքի վրա, շրթունքներին եւ ընդհանրապես դիմահարդարման մեջ ինչ գույներ է պետք այս տարի օգտագործել, ավելի տրենդային լինելու համար։ Ուրեմն սկսենք տոնից։ Տոնը չպետք է լինի մատովի։ Պետք է լինի սենց որ цветоотражающий, լուսարձակող տոն պետք է լինի։ Акцենտը պետք է դրվի կամ աչքերի վրա, շեշտադրումը, կամ աչքերի վրա, կամ շրթունքների վրա։ Եվ անպայման լինեն փայլիկներ։ Դա լինի արծաթագույն, թե դա լինի ոսկեգույն, արդեն ըստ ճաշակի, ըստ ընտրության։ Այսինքն ոչ միայն սեղանում պետք է հագուստի մեջ մազերի, այլ նաև ամեն ինչում պետք է այդ փայլը լինի։ Մի հատ եւս մեկ անգամ խնդրում եմ այդ փայլի խորհուրդը նշեք։ Ինչ այնքան խորհրդանշում։ Այո։ Փայլը խորհրդանշում է շքեղություն, ճոխություն եւ համարձակություն, ինչը այս տարվա կարմիրն է, վստահությունը կարմիրն է։ Պարզապես շքեղություն, բարեկեցություն։ Եվ մենք հայերս սիրում ենք շքեղ, մենք սիրում ենք ակրաս իմինը հիմա այս տարին է, որ կարաս տաս քեզ թույլ տաս եւ չվախենաս, որ շատ կլինի։ Նույն բանը եւ մարմնի վրա էլ կարող ես, այսինքն highlighter-ներ մոռացել եմ, highlighter-ներ օգտագործել։ Լուսարձակողներ, դա նույնպես Հա։ Աստորեն։ Այսինքն, եթե շուրթերը ենթադրենք կարմիր է ներկված, պետք է աչքերը լինի շատ քիչ ակցենտավորված։ Ավելի քիչ ակցենտով, բայց highlighter-ներ կարող եք օգտագործել, որ ինքը սենց փայլացնի ձեր դեպք, ոչ թե մատը լինի տոնը, այլ наоборот սենց փայլում։ Քանի որ հենց հիմա մեր գեղեցկուհու աչքերը ավելի մուգ սմոկիով է հարդարվում եւ այստեղ օգտագործվում են փայլիկներ, սա նշանակում է, որ արդեն մենք իրավունք չունենք շրթունքները ենթադրենք ավելի կարմիր, ավելի ակցենտավորված թողնել, պետք է ավելի նյուդ գույների մեջ լինի։ Պաստորեն, դիմարտարման բոլոր գաղտնիքները նույնպես ասեցիք, շեշտը դնելով փայլի վրա, շեշտը դնելով շուրթերի աչքերի վրա, զուգահեռ չեն ընդգծվում, մեկն է ընդգծվում, մյուսը ավելի пассив գույների մեջ։ Հաջորդ մեր գործողությունը լինելու է մեր հրաշալի 30-ում, արդեն հանդերձանքը վերջնական տեսքով բերելու, որին էլ պատրաստվում ենք բոլորս եւ սիրով գնում ենք այնտեղ։ Ինչ, այսօր փորձեցինք հասկանալ, թե իրենից ինչ է ենթադրում նումերալոգիան։ Եվ փորձեցինք հաշվել, փորձեցինք հասկանալ թվերի հստակությունը, ինչը կարող է ձեր կյանքում դառնալ ավելի կարևոր, ինչպես կարող եք հաշվել ձեր կյանքում ձեր հաջողությունները եւ ինչպես կարելի է լինել ավելի շքեղ ձեր ծնված օրվա թվերով։ Իհարկե, այդ ամենի մասին ավելի մանրամասն ներկայացրեց արդեն մեր սիրելի մասնագետը, ու այսօր մեր ամենակարևորագույն անելիքը ամբողջական կերպար ստանալն էր, որը կօգնի ձեզ 2026 թվականին ներկայանալ ավելի տրենդային կերպարով։ Դե ինչ, մենք գնացինք եւ գեղեցկության սրահ, եւ դիմահարդարման սրահ, եւ արդեն մի գեղեցիկ հագուստ ենք ընտրել մեր գեղեցկուհու համար, օրվա հերոսուհու համար, որը իհարկե մենք չենք ընտրել, այլ տարվա գույներին համապատասխան բոլոր ընտրությունները արել է հենց ինքը մասնագետը։ Իսկ այժմ ուզում եմ ամբողջական ձեր ամփոփ մեկնաբանությունը այս ամենի վերաբերյալ։ Ընտրեցինք գույները եւ այո։ Շատ լավ է ստացվել, շատ սիրուն է ստացվել։ Դասականը սևը, իսկ զգեստը կարմիրը համասակության խորհրդանիշը։ Համ կարմիրը, համ փայլունը, ոնց որ երկուսը մեկում ստացանք, շատ հավանում եմ։ Այսինքն առաջադրանքը, որը դրված է մեր առջև, մենք փայլուն կատարեցինք։ Լրիվ, լիովին 100%։ Կարող ենք այս տեսքով 2026-ը հաղթական փայլերով գնալ։ Կարող ենք համոզված լինել, որ մեր հերոսուին 2026-ին շատ լավ տարի է լինելու եւ ամբողջ տարի լինելու է երջանիկ։ Շատ լավ, եւ վերջում ձեր բարի մաղթանքը եւս մեկ անգամ մեր հերոստատիտողներին եւ փորձենք ամփոփել։ Ցանկանում եմ 2026 թվականը լինեք համարձակ եւ դա հնարավորությունների տարի է, ամեն ինչին, ինչ որ գալիս է ձեր կյանք, ասեք հա։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Մենք հետևենք ձեր խորհրդին։ Հարգելի հերոստատիտողներ, քիչ անց դուք կտեսնեք արդեն վերջնական մեր մոդելի տեսքը եւ սանրվածքը եւ դիմահարդարում եւ իհարկե հագուստը եւ մենք եւս միանում ենք շնորհավորանքներին, անի խնդրեմ։ Հուսով եմ, որ այս կերպարը իրապես 2026 թվականին կդառնա ձեր կյանքում ուղեկից եւ կհետևեք հենց այս տրենդներին, որովհետեւ սրանք ձեր հաջողության գույներն ու հաջողության ձևերն են։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիդ 2026 թվականի կապակցությամբ։